Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 25 Եվ նույն ժամին վեր կացան հետ դառան Երուսաղեմ, և պատմում էին այն, որ ճանապարհին եղավ, և թե ինչպես իրեն ճանաչեցրեց իրենց։ Ղուկաս 24-րդ գլուխ 33-րդ և 35-րդ խոսքեր։ Երբ երկու աշակերտները հասնելով Էմմաուս ընթրիք էին անում վերականգնելով իրենց ուժերը, խորհրդավոր անծանոթը, որը ողջ ճանապարհին հիացմունք էր պատճառել նրանց, հացը վերցրեց, կտրեց այն և իրեն ճանաչեցնելով նրանց, անհետացավ նրանց տեսադաշտից։ Նրանք ստիպել էին նրան մնալ իրենց հետ, որովհետև երեկո էր և օրը վերջանում էր, բայց հիմա չնայած արդեն շատ ավելի ուշ էր, այնուամենայնիվ նրանց սերը ճրագ էր դարձել իրենց ոտքերի համար և թևեր որպեսզի վեր բարձրանային։ Նրանք մոռացել էին խավարը, նրանց տկարությունը բոլորովին վերացել էր, և հիմա նույն ժամին նրանք հետ էին վերադառնում անցնելով 60 մղոն հեռավորություն, որպեսզի պատմեին այն հարությալ տիրոջ ուրախ ավետիսը, որ ճանապարհին երևացել էր իրենց։ Այսպիսով նրանք հասնում են Երուսաղեմի քրիստոնյաներին և նրանց դիմավորում են բերկրալի նորությունների հեղեղով, նախքան նրանք կկարողանային իրենց անձնական պատմությունը պատմել։ Այս վաղ քրիստոնյաները վառվում էին Քրիստոսի հարության մասին խոսելու և իրենց Տիրոջ մասին իմացածը հռչակելու ցանկությունից։ Նրանք իրենց անձնական փորձառությունները հասարակած էին դարձնում։ Թող այս երեկո նրանց օրինակները խորը տպավորություն թողնեն մեզ վրա։ Մենք նույնպես պիտի մեր վկայությունը տանք Տեր Հիսուսի մասին։ Գերեզմանի մասին Հովհաննեսի պատմությունը պիտի լրացներ Պետրոսը, իսկ Մարիամը պիտի որոշ մանրամասներ ավելացներ դրան, և միասին վերցրած մենք ամբողջական վկայություն ունենք, որից ոչինչ չի կարելի պակասեցնել։ Մեզանից յուրաքանչյուրը որոշակի փորձառություններ և առանձնահատուկ պարգևներ ունի, սակայն Աստծո ընդհանրական նպատակը Քրիստոսի ամբողջ մարմինը կատարելության հասցնելն է։ Ուրեմն մենք պիտի մեր ողջ հոգևոր ունեցվածքը բերենք և առաքյալների ոտքերի մոտ դնենք բաշխելով այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ։ Ոչինչ հետ մի պահիր թանկ ճշմարտությունից, այլ խոսիր ինչ գիտես և վկայիր ինչ տեսել ես։ Թող ոչ զբաղմունքները, ոչ խավարը, ոչ էլ քո ընկերների անհավատությունը չխոչընդոտեն քեզ։ Վեր կաց և շտապիր դեպի քո ծառայության վայրը, որպեսզի այնտեղ պատմես, թե Աստված ինչպիսի մեծամեծ բաներ է արել քո կյանքում։